I don't want this. Սա լաբուբուն է։ Առաջին հայացքից տարօրինակ քյութ խաղալիք, սուրականջներով, մեծ աչքերով, լայն ժպիտով ու անհասկանալի դեմքի արտահայտություն ունեցող փոքր արարած։ Հավանաբար արդեն տեսել եք։ Եթե իրական կյանքում դեռ չեք տեսել, օնլայն հաստատ հանդիպել ա, որ մարդիկ unboxing են անում, լացում են ուրախությունից, համբերությունը կորցնում են, երբ դուրս չի գալիս այն ինչ ուզում էին, հավաքում են, հերթ են կանգնում ժամերով, որ կարողանան գնեն առանց գումար խնայելու։ Մարդիկ տարբեր կարծիքներ ունեն դրա մասին։ Եթե ոմանք սիրում են, մյուսները ամբողջ հոգով ատում են ու պնդում, որ պետք է ազատվել դրանցից, չի կարելի տանը պահել, չի կարելի երեխեքին տալ, որովհետև իրանք Լուսիֆերի սիրած դևերն են։ Ինչքանով է դա ճիշտ, ինչքանով է սխալ, արդյոք այս ամեն ինչը վախենալու է, թե ուղղակի չափազանցված է։ Փորձում ենք հասկանալ այսօր։ Բարիգալոս Case Closed, որտեղ խոսում ենք մարդասպանների, սիրական մարդասպանների, դաժանության, դատերի ու պարանորմալ երևույթների մասին։ Զգուշացնեմ, որ տեսանյութերը ալիքում ընդհանրապես իրական են ու նախատեսված չեն զգայուն մարդկանց ու անչափածների համար։ Այսօր խոսում ենք մի բանի մասին, որի հերթը չի մտածում, որ երբևէ կգար, որովհետև միշտեռ մարդիկ մահանում են ու ազատության մեջ հանգիստ սերական մարդասպաններ են ապրում, դուք ուզում եք, որ ես խոսեմ լաբուբուների մասին։ Իսկ ես որպես ձեր խոնարհ ծառա փորփրել եմ բոլոր հնարավոր աղբյուրները ու փորձել գտնել ձեր հարցերի պատասխանները։ Նախ առաջին, ինչ է լաբուբուն ու ոնց է ստեղծվել։ Կա մի հատ չինական խանութ, որ կոչվում է Pop Mart։ Այդտեղ վաճառում են խաղալիքներ, որ հիմնականում լինում են հավաքածուներով ու վաճառվում փակ տուփերով։ Երբ որ դուք առնում եք տուփը, չգիտեք միջից որն է դուրս գալու։ Մարդիկ, ովքեր հավաքում են, այնքան են փորձում, մինչև հավաքածուն ամբողջական է դառնում։ Այս հավաքածուները ունենում են նաև secret տարբերակ, որ հիմնական դիզայնի մեջ չի մտնում։ Լաբուբուի դեպքում secret-ը հանդիպում է 144-ի հարաբերակցությամբ։ Is it on in the camera? Ready, set, go. Go. You get the secret? Oh my god! Yo, you get the secret? No way! We go. Who do we have? Oh my god! Oh my god! What is it? Is it the secret? Oh my god, it's the secret! Oh my god, it's it! Oh my god, it's the secret! 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 Oh my god, the face is kind of scuffed a little, but that's okay. Oh my god, it's Oh, so soft. Feel how soft it is. I haven't even opened my eyes yet. I still have. What is it? Oh my god, it's secret. Ain't no way, bro. Լաբուբուն չնայած որ վերջերս է համաշխարհային բում ապրել, իր կերպարը ստեղծվել է 15 տարի առաջ, 2010 թվականին։ Հեղինակը Քասինգ Լունգ անունով արվեստագետ էր Հոնկոնգից, որ հիմնականում զբաղվում էր մանկական գրքերի պատկերազարդումներով։ Ծնվել էր 1972 թվականին ու մեծացել Հոնկոնգում, բայց հետագայում արդեն հասուն ժամանակ տեղափոխվում Նիդերլանդներ, որտեղ նոր կապեր ածարք բերում ու ավելի մոտիկից ծանոթանում արևմտյան մշակույթի հետ։ Չնայած որ դա ինչ-որ ձևով ամեն դեպքում ազդել է հետագա ստեղծագործությունների վրա, Քասինգ Լունգը արդեն ուներ իր ոճը, որը շատ լավ էր ստացվում մոտը, ինքը դրանով էր հայտնի։ Դրա շնորհիվ էին մարդիկ իրան ճանաչում։ Չնայած որ ստեղծում էր կերպարներ, որ փոքր էին, պայծառ, վառ գույներով ու քյութ էին, ինչ որտեղ նաև վախենալու էին։ Ոգեշնչվում էր սկանդինավյան դիցաբանությունից, հեքիաթներից, որ բացասական, վախենալու անկյուն ունեին։ Այս կերպարները սկսում են հայտնվել գրքերում, տարբեր արվեստագետների, արտիստների ուշադրության կենտրոնում ու այսպես ստեղծվում է The Monsters հրեշներ կոչվող աշխարհը։ Ինչ է դա նշանակում։ Եթե մանկություն ունեցել եք, գիտեք Studio Ghibli-ն։ Look, it's Howl's Castle. Where? How? There you are. I was looking everywhere for you.
I'll be your escort this evening. You are a natural. You need to be more careful. It's dangerous out there. Even the Witch of the Waste is back on the prowl. How's heart? It's mine! That's really me, isn't it? Can't stay here like this. There's nothing but witches and wizards out there. This is a magic house, isn't it? Hey, who's this lady? Calcifer said that I could come in. I did not. Sophie? A battleship. This war is terrible. Don't go out there. It's too dangerous. I've had enough of running away, Sophie. And now I've got something I want to protect. Ինքը անիմացիայի ստուդիա է, որ ունի տարբեր ֆիլմեր, որոնք թվում են, որ նույնն են, բայց իրար հետ կապ չունեն։ Spirited Away-ն ու House Moving Castle օրինակ տարբեր պատմություններ են, որ իրար հետ բացարձակ կապ չունեն, բայց վիզուալ տեսանկյունից շատ բաներ ունեն ընդհանուր ու նույն զգացողությունն են փոխանցում։ Բնությունը, կերպարների արտաքին տեսքը, ձայնը, երաժշտությունը, ամեն ինչ ոնց որ տեղի ունենում նույն աշխարհում, բայց տարբեր մարդկանց կյանքերում։ Ուրիշ օրինակ, Hello Kitty-ն։ Ինքը ունի անիմացիա, բայց մարդիկ ովքեր գիտեն այս կերպարին, մեծ մասը այդ անիմացիան երբեք չի տեսել։ Ինքը ստեղծվել էր որպես կերպար, չուներ ֆիլմ, չուներ սերիալ, ուղղակի անհասկանալի կերպար էր, որ հայտնվեց ամենտեղ, որովհետև մարդկանց դուր էր գալիս։ Իրենական պիտույքներ, հագուստ, խաղալիքներ, սրճարաններ, ամեն ինչ։ Այնքան է տարածվել, որ հիմա պաշտոնապես ունի ավելի քան 450 առանձին կերպար, որոնք ունեն մոտավոր նույն ոճը։ Հիմա այս նույն ձևով ստեղծվել էր հրեշների աշխարհը Casting Lung-ի կողմից ու հայտնվել ամենտեղ, բայց ոչ մեծ մասշտաբով։ Կերպարները սիրվել էին Ասիայում ու որոշ չափով նաև սկսել էին արդեն Եվրոպայում տարածվել։ 2019 թվականին դիզայները համագործակցում է Pop Mart-ի հետ ու ստեղծում են ֆիզիկական պրոդուկտ։ Թողարկվում է հրեշների հավաքածուն, որտեղ Լաբուբուն հիմնական ու ավելի հաճախ հանդիպող կերպարն է, իսկ մյուսները սովորաբար լինում են secret կամ առանձին հատուկ հավաքածուներից կարող եք գտնել։ 2025 թվականին միանգամից միջազգային բում ապրեց, հատկապես այն բանից հետո, երբ երկրպագուները սկսեցին լաբուբուների նկատել հայտնիների լուսանկարներում։ 2024 թվականին, երբ այս հավաքածուն արդեն Ասիայում բավականին հայտնի էր, Pop Mart-ը միայն լաբուբուների վաճառքից աշխատել է 420 միլիոն ԱՄՆ դոլար։ 2025 թվականին մինչև այս պահը արդեն կատարվել է 1 միլիարդ 200 000 ԱՄՆ դոլարի վաճառք, իսկ մինչև տարվա վերջ ակնկալում են այդ թիվը հասցնել 4-ից 5 միլիարդի։ Մարդիկ գիշերը 2:30-ից սկսում են գնալ խանութներ ու դիմացը հերթ կանգնեն, որ կարողանան առաջինը ներս մտնեն։ This is what was happening this morning. They were all trying to get their hands on the